Նախորդ վիդեոյում խոսեցի ընթերցանության 3 սյուների մասին։ Եթե դեռ չեք նայել, խորհուրդ կտամ սկսել հենց դրանից, որովհետև այս վիդեոն դրա բնական շարունակությունն է։ Այնտեղ պնդում էի, որ գրողը իր կրթության ընթացքում սովորում է 2 հիմնարար բան։ Նախ կարդալ, հետո գրել։ Կարդալ սովորելիս հասկանում ես, թե ինչ է գրականությունը։ Գրել սովորելիս ստեղծում ես այն։ Ու այսօր խոսելու եմ հենց երկրորդի մասին։ Ոնց են գրողները սովորում գրել։ Ես Նարի Արիսն եմ, գրող, ռեժիսոր, մեկ բառով storyteller։ Եթե storytelling-ը գրքերում, ֆիլմերում կամ առօրյայում ձեզ հետաքրքիր է, բաժանորդագրվեք ալիքին, որովհետև այստեղ ուսումնասիրում ենք պատմություն պատմելու արվեստը։ Մարդկանց մեծ մասը ինտուիտիվ հասկանում է, որ գրելը հմտություն է, բայց շատ աղոտ պատկերացում կա նրա մասին, թե ինչ է իրականում սովորում գրողը, երբ տարիներ շարունակ յուրացնում ու խխում է իր արհեստը։ Գրելու մասին ամենատարածված պատկերացումները սովորաբար պտտվում են տաղանդի, ներշնչանքի, երևակայության կամ պարզապես լավ մտքեր ունենալու շուրջ։ Սրանք իհարկե կարևոր են, շատ կարևոր են, բայց չեն բացատրում, թե գրողը ոնց է ձևավորվում։ Այստեղ օգտակար կլինի երաժշտական աշխարհի հետ զուգահեռը, որովհետև գրողի կրթությունը շատ ավելի նման է երաժշտական գործիք սովորելուն։ Դաշնամուրի առաջ նստելով, քո սիրած մեղեդին լսողությամբ նվագելով, դաշնակահար չես դառնա։ Դաշնակահարը ուսումնասիրում է երաժշտության պատմություն ու տեսություն, սովորում է սոլֆեջո, մարզում է տեխնիկան, զարգացնում է ռիթմի զգացողությունը, արտահայտչականությունը, մեկնաբանելու կարողությունը։ Սրանք տարբեր հմտություններ են, որոնք տարիների ընթացքում զարգանում են առանձին, բայց վերջում կատարման պահին միավորվում են։ Գրելն աշխատում է մոտավորապես նույն կերպ։ Տարիների ընթացքում միաժամանակ զարգացնում ես տարբեր հմտություններ, բայց արդյունքում դրանցից յուրաքանչյուրը ազդում է քո աշխատանքի վրա։ 3 սյուներն են. գրի տարբեր ձևերը, լեզվի տիրապետումը, ընկալման խորությունը։ Սկսենք առաջինից։ Առաջին սյունը գրելու տարբեր ձևերի հետ աշխատելն է։ Ու կարևոր է մի բան հստակեցնել, ես չեմ խոսում ժանրերի մասին։ Իհարկե ժանրերն էլ կարող են տարբեր բաներ սովորեցնել։ Դետեկտիվը մի հմտություն է մարզում, ֆանտաստիկան լրիվ ուրիշ, պատմավեպը մի այլ, բայց այստեղ մենք խոսում ենք ավելի հիմնարար մակարդակի մասին։ Վեպը, սցենարը, պոեզիան, վերլուծական էսսեները, սրանք գրի տարբեր ձևեր են։ Պարզապես տարբեր ժանրեր կամ տարբեր թեմաներ չեն։ Սրանք լեզվի հետ աշխատելու տարբեր եղանակներ են։ Ժանրը առաջադրում է իր գեղագիտական պահանջները, սահմանափակումները, խնդիրները, ընդլայնելով գրողի գեղագիտական հորիզոնը։ Բայց երբ գրողը աշխատում է գրի տարբեր ձևերի հետ, վերլուծական էսսեների, փաստարկային տեքստերի, գրաքննադատության, թարգմանության, պոեզիայի, սցենարի եւ այլն, նա սովորում է ընդլայնել բուն լեզվական հնարավորությունները, քանի որ լեզուն բանեցնում է լրիվ տարբեր եղանակներով ու բացահայտում է տարբեր անկյուններից։ Պոեզիայի մեջ բացահայտում է լեզվի պոետիկան։ Վերլուծական էսսեն սովորացնում է փաստարկում, կառուցվածք, սցենարագրությունը սովորեցնում է կառուցել տեսարանները, բացահայտել երկխոսության երաժշտականությունը։ Մի լրիվ ուրիշ թեմա էլ թարգմանությունն է, որի ընթացքում սովորում ես թարգմանական տարբեր տեսություններ, ճանաչում ես հաճախ իրարամերժ թարգմանական դպրոցները, սկսում ես հասկանալ, թե թարգմանական որ մոտեցումն է քեզ ավելի հարազատ։ Օրինակ, հավատարիմ մնալ բնագրի կառուցվածքին ու ձևին ու թիրախային, այսինքն թարգմանող լեզուն ենթարկեցնել բնօրինակի լեզվին, թե ավելի ազատ մոտեցում ընտրել, առաջնային համարելով զուտ իմաստի փոխանցումը։ Հետո թարգմանական տարբեր վարժությունների ընթացքում տեղի են ունենում զուգահեռ բարդ պրոցեսներ։ Միաժամանակ խորապես ճանաչում ես 2 տարբեր լեզուների առանձնահատկությունները, տարբերությունները։ Սրան գումարվում է տվյալ հեղինակի ոճային առանձնահատկությունները, երբ փորձում ես նրան խոսեցնել մի ուրիշ լեզվով։ Այս թարգմանական պրոցեսները ընդլայնում են լեզվի նախ ըմբռնումը, դրա հետ առնչվելու հմտությունները ու բոլորովին պատահական չի, որ գրականության պատմության մեջ մեր բոլորի կողմից սիրված ու մեծագույն գրողներից շատերը զբաղվել են նաև թարգմանությամբ։ Օրինակ Թումանյանը թարգմանել է Գյոթեին, Տերյանը Վերլենին, Բոդլերը թարգմանում էր Էդգար Ալան Պոին, Պաստերնակը Շեքսպիրին։ Բայց թարգմանության թեման փակ ենք, որովհետև սրա մասին կարելի է վիդեոների մի ամբողջ շարք պատրաստել։ Պարզապես կրկնեմ, որ գրական տարբեր ձևերի հետ աշխատելը անհամեմատ ընդլայնում է գրողի պատկերացումը լեզվի մասին, հարստացնում է գրողի լեզվական մտածողությունը ու գրական հմտությունները։
Իհարկե հետո գրողը հմտանում է 1 կամ 2 կամ ավել ձևերի մեջ։ Օրինակ ընտրում է միայն էսսեներ ու տրակտատներ գրելը, կամ միայն սցենարը, կամ եւ գեղարվեստական արձակը, եւ թարգմանությունը, եւ պոեզիան։ Սա արդեն լիովին կախված է գրողի մասնագիտական նպատակներից, հմտություններից ու նախընտրություններից։ Երկրորդ սյունը լեզվին տիրապետելն է, այսինքն լեզվի գիտակցված ու հնարիմաց գործածությունը։ Սա հավանաբար այն սյունն է, որի հետ մարդիկ ամենահաճախն են ասոցացնում գրելը։ Թեև միշտ չի, որ գիտակցում են, թե ինչքան լայն ոլորտի մասին է խոսքը։ Եթե լեզուն գրողի հիմնական գործիքն է, ապա տրամաբանական է, որ գրողները իրենց կյանքի մեծ մասը ծախսեն այդ գործիքը ուսումնասիրելու վրա։ Պատահական չի, որ գրողների մեծ մասի սեղանի վրա բառարաններ են եղել։ Ավելին, տարատեսակ բառարանները, բացատրական, հոմանիշների, ուղղագրական եւ այլն գրողների ամենասիրելի գրքերից են հաճախ։ Կարող է թվալ, թե գրողները գիտեն բոլոր բառերը։ Իրականում ամեն ինչ մի քիչ այլ է, գրողները պարզապես անընդհատ աշխատում են բառերի հետ, որովհետև գրականության մեջ բառերը հազվադեպ են ընդհանրապես տեղեկատվություն հաղորդում։ Դրանք ստեղծում են ռիթմ, մթնոլորտ, ասոցիացիաներ, ենթատեքստեր։ Օրինակ, Ֆլոբերը հայտնի էր իր «Le mot juste» սկզբունքով։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր մտքի համար գոյություն ունի ամենաճիշտ մեկ բառ, որը ճշմարտապես, ամբողջապես կհաղորդեր տվյալ միտքը ու հաճախ օրեր էր հատկացնում հենց այդ մեկ բառը գտնելու համար։ Սամուել Ջոնսոնը ոչ միայն գրող էր, այլև անգլերեն լեզվի ամենաազդեցիկ բառարաններից մեկի ստեղծողը։ Նրա բառարանը առաջին անգլերեն խոշոր բառարանն էր, որը լուսաբանում էր բացատրությունները, օգտագործելով հազարավոր մեջբերումներ հայտնի հեղինակներից, ինչպիսիք են Շեքսպիրն ու Միլթոնը։ Գրողի ու լեզվի միջև այս խորքային կապը ցույց տալու համար կարելի է հիշել նաև Թոլկինին, մասնագիտությամբ բանասեր։ Նրա համար լեզուն պատմություն պատմելու միջոց չէր, այլ հենց իր ստեղծած լեզուներն էին ծնում կերպարներին, այդ աշխարհները, առասպելները, պատմությունները։ Մի րոպե հանկարծ չվրդովեք մտածելով, թե ես ասում եմ, որ յուրաքանչյուր գրող պետք է անհրաժեշտորեն լինի նաև բանասեր կամ լեզվաբան, չէ։ Գրողը պարտավոր չի լինի կամ մեկը կամ մյուսը, կամ կատարելապես տիրապետի լեզվի քերականական ասպեկտին, հակառակ դեպքում խմբագիրների, սրբագիրների կարիք ուղղակի չէր լինի։ Բայց այն, որ շատ գրողներ կատարելապես տիրապետում են ու տիրապետել են լեզվի ոչ միայն ոճական մասին, այլև շարաշյուսությանը, ձևաբանությանը, ուղղագրությանը եւ այլն, պարզապես պատմական փաստ է։ Եվ որոշ գրողների համար անհրաժեշտություն։ Բայց երբ գրողն ուսումնասիրում է լեզուն, նա միայն քերականություն ու բառապաշար չի սովորում։ Նա սովորում է, թե ոնց է շարաշյուսությունը ստեղծում ռիթմ, ոնց է բառընտրությունը ճիշտ երանգ հաղորդում նախադասությանը, ոնց է իր ստեղծած տեմպը կառավարում ընթերցողի ուշադրությունը, կամ ոնց է կարող նախադասության կառուցվածքն ինքնին իմաստ ստեղծել։ Հենց այստեղ է ձևավորվում ոճը։ Շատ հաճախ ոճը սխալմամբ ընկալվում է իբրև զարդարանք, արտաքին մի բան, որը հավելվում է տեքստին, երբ այն արդեն պատրաստ է։ Բայց իրականում ոճը իմաստ ստեղծելու հիմնական ձևերից մեկն է։ Երկու գրող կարող են պատմել նույն պատմությունը, նկարագրել նույն իրադարձությունները ու ստանալ արմատապես տարբեր արդյունքներ, միայն այն պատճառով, որ լեզուն տարբեր կերպ են օգտագործում։ Վերցնենք օրինակ J.K. Rowling-ին եւ Neil Gaiman-ին։ Երկուսն էլ գրում են ֆանտաստիկա ժանրում։ Երկուսն էլ կառուցում են մեր աշխարհին զուգահեռ գոյություն ունեցող թաքնված աշխարհներ։ Բայց միայն մի քանի պարբերություն եթե կարդաք, կտեսնեք, որ նրանք ոճական լրիվ տարբեր ընտրություններ են կատարում։ Rowling-ի արձակը ավելի հստակ է, լեզուն շատ տնտեսաբար է օգտագործված ու միտված է պատմությունը առաջ տանելուն։ Gaiman-ը հաճախ շատ ժամանակ է տրամադրում մթնոլորտ ստեղծելուն, օրինակ զգացողություն ձևավորելուն, առասպելական շունչ հաղորդելուն։ Սա լավ ու վատի մասին խոսակցություն չի։ Ուղղակի օրինակներ են, թե ոնց է կարող լեզուն նույն ժանրում լրիվ տարբեր զգացողություններ հաղորդել։ Հենց դրա համար էլ գրողները տարիներ են անցկացնում ուշադիր կարդալով, ընդօրինակելով, փորձարկելով, վերաշարադրելով, մի խոսքով զարգացնում են լեզվի նկատմամբ իրենց վերահսկողությունը։ Նրանք պարզապես չեն սովորում ինչ ասել։ Նրանք սովորում են, թե ոնց է լեզուն աշխատում իբրև գեղարվեստական արտահայտչամիջոց եւ սովորում են ինչպես տիրապետել այդ արտահայտչամիջոցին։
Երրորդ սյունը ամենադժվարն է սահմանել, բայց թերևս ամենակարևորն է։ Խոսքը փիլիսոփայական ընկալման կամ խորաթափանցության մասին է, որովհետև գրական ձևերին ու լեզվին կատարելապես տիրապետելը դեռ բավարար չի արժեքավոր գրականություն ստեղծելու համար։ Գրողը կարող է սովորել կառուցվածք, կերպարաստեղծում, երկխոսություն, շարահյուսություն ու արհեստի մնացած բոլոր բաղադրիչները։ Ու մեկը ստեղծել գործ, որը հուզականորեն մակերեսային է կամ մտավոր առումով աղքատ։ Պատճառն այն է, որ գրականությունը կախված չի միայն լեզվական վարպետությունից։ Այն կախված է նաև իրերի ու երևույթների արտաքին շերտից անդին տեսնելու կարողությունից։ Գրողներին բնականորեն ձգում են ոլորտները, ինչպիսիք են փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, հոգեբանությունը, պատմաբանությունը, որովհետև սրանք ուղղակիորեն կապված են գոյության հիմնախնդիրներին։ Գրողները արդեն բնականից զգայուն են, իսկ կրթությամբ էլ ավելի զգայուն են դառնում հակասությունների, երկիմաստությունների, խորհրդանիշերի, մարդկային շարժառիթների, վարքագծային օրինաչափությունների ու այն հաճախ անտեսանելի ուժերի նկատմամբ, որոնք ձևավորում են մարդկային կյանքը։ Վերցնենք օրինակ C.S. Lewis-ին։ Նարնիայի տարեգրությունները պարզապես երեխաների, խոսող կենդանիների ու կախարդանքի մասին ֆանտաստիկ պատմություն չի։ Դրա հիմքում իրականության մի ամբողջ աստվածաբանական պատկերացում անկած։ Ասլանը պարզապես առյուծ չի, ոչ էլ գրական խորհրդանիշ։ Լուիսը Ասլանին պատկերացնում էր իբրև Քրիստոսի ներկայությունը Նարնիայի աշխարհում։ Ոչ թե իբրև այլաբանություն, ալեգորիա, այլ հենց ինքը Քրիստոսը, հենց իր ներկայությունը։ In your world, I have another name. You must learn to know me by it. That was the very reason you were brought to Narnia. That by knowing me here for a little, you may know me better there. Նարնիայի արարչագործությունը, Ասլանի զոհաբերությունը ու հարությունը, փրկագործության թեման, սրանք բոլորը քրիստոնեական վարդապետության հիմնաքարերից են բխում։ Լուիսը գրական միջոցների, կերպարների ու սյուժետային կառուցվածքի միջոցով այդ գաղափարներին տվել է գեղարվեստական մարմնավորում։ Գրողները հաճախ կապեր են տեսնում տիրույթների միջև, որոնք մարդկանց մեծամասնության համար իրար հետ կապ չունեն։ Լուիսը տեսնում էր, թե ոնց են վարդապետական գաղափարները կարող վերածվել առասպելի, իսկ աստվածաբանությունը պատումի։ Ուրիշները տեսնում են կապերը արքետիպերի ու մարդկային վարքագծի միջև, մյուսները պատմության ու անհատական փորձառության միջև։ Ու շատ հաճախ գրականությունը ծնվում է հենց այսպիսի ընկալումներից։ Ես համոզված եմ, որ սա գրելու այն բաղադրիչն է, որը անվերջ կարելի է հղկել, բայց հնարավոր չի ստեղծել։ Կարող ես զարգացնել այն, կատարելագործել, սովորել դրան ապավինել առանց որևէ երկմտանքի, բայց չես կարող սովորել այն ստեղծել։ Կամ ծնվում ես դրանով, կամ ոչ։ Կարելի է մարզել ուշադրությունը, սովորել ավելի լավ հարցեր տալ, խուսափել միապաղաղ մտածողությունից, բայց կա ըմբռնման մի որոշակի խորություն, գոյության նկատմամբ մի որոշակի փիլիսոփայական, միստիկական, խորհրդավոր զգացողություն, որը մարդ կամ ունի, կամ չունի։ Շատ առումներով հենց այս սյունն է որոշում ստեղծագործության խորությունը, արժեքը։ Լեզուն գրողին թույլ է տալիս գաղափարը լավագույնս արտահայտել, բայց ընկալումն է որոշում, թե որ գաղափարն է առհասարակ արժեքավոր արտահայտման համար։ Ամփոփենք գրելու 3 սյուների մոդելը։ Ուրեմն գրողը զարգանում է, գրելու տարբեր ձևերի հետ աշխատելով, լեզվին խորությամբ տիրապետելով եւ սեփական ըմբռնողության խորությունը ընդլայնելով։ Ու ոնց ընթերցանության 3 սյուների դեպքում այս սյուները եւս իրարից մեկուսացած չեն։ Հուսով եմ հիմա ավելի լավ պատկերացում ունեք, թե ինչ պրոցեսների միջով անցնում գրողը, ինչ հմտություններ է զարգացնում եւ իր որ բնական կարողություններն է հղկում, թե ընթերցանության, թե գրի, արվեստը սերտելիս։ Լավ երևակայություն ունեցողը կարող է լավ երևակայել, բայց ոչ լավ գրել։ Երևակայությունը միանշանակ գրողի ստեղծագործական կարևորագույն կարողություններից է, բայց մեն երևակայությունը չի կարող բավարար լինել։ Երևակայությունը մատակարարում է այն հումքը, որը վերածվում է գրական արվեստի արդեն նշած հմտությունները կիրառելու արդյունքում։ Շնորհակալություն, որ դիտեցիք վիդեոն մինչև վերջ։ Խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, որն է գրելու մասին ամենատարօրինակ կարծիքը, որ երբևէ լսել եք։ Մինչ հանդիպում։